Մարտի 5-ի երեկոյան սկսված ձյունը նույն առատությամբ տեղաց նաև այսօր առավոտյան։ Տեղումների քանակը նվազեց միայն օրվա երկրորդ կեսից հետո։ Չնայած մարտ ամիսն է եւ արևի մի փոքր ջերմությունն անգամ հալեցնում է ձյունը, այնուամենայնիվ վաղ առավոտյան Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցները լծվել էին ձյան մաքրման աշխատանքներին։ Սկսել ենք մաքրելը առավոտվա ժամը 4:30 րոպե, արդեն շիրարների թաղամաս ամբողջությամբ մաքրել ենք նաև վաճական բանավանը, հիմքվադրությամբ մենք բաղաբուրջն ենք ամբողջությամբ մաքրել, որտեղ մենք գտնվում ենք, կսկսենք աղցանման աշխատանքները մի քիչ հետո եւ իմ կարծիքով բարաբաթում եւ կավար բանավաններն ամբողջությամբ կմաքրվի։ Մայթերի հարցով զբաղվում են աշխատողները, մաքրման աշխատանքները իրականացվում, մինչև օրվա վերջը ամբողջությամբ կմաքրվի նաև մայթերը։ Ինչպես ներհամայնքային, այնպես էլ քաղաքի հեռավոր թաղամասեր տանող ճանապարհները բաց էին։ Քաղաքի մեջը կարելի է ասել մաքուր է, խոսքը եթե բանավաններին է վերաբերվում, բանավաններն էլ կմաքրվեն։ Մի մասը մաքրվեն, մի մասն էլ մաքրման մեջ են։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս տարի Կապանյան ձմեռը համեմատաբար մեղմ էր, սակայն դա չի նշանակում, թե կառույցը պատրաստ չէր ձմեռացմանը։ Վարձակալվեց 4 հերող տրակտորներ, որը իմ կարծիքով բավարար էր եւ այդ աշխատանքները, ինչպես գիտեք, լիարժեք ձևով կատարվեց։ Եվ մաքրման աշխատանքները եւ ասենք աղցանման աշխատանքները ունեինք բավականին կուտակված աղ, տեխնիկական աղ եւ ավազ ունեինք։ Սովորաբար ձմռան շեմին, երբ նախապատրաստական միջոցառումներ են ձեռնարկվում, հաշվի է առնվում դեկտեմբերի 1-ից ապրիլի 1 ընկած ժամանակահատվածը։ Կոմունալ ծառայության տնօրեն Ռոբերտ Կոստանդյանը հավաստիացրեց, որ եթե անգամ մարտը ձյունառատ լինի, փոք չէ։ Վարձակալված մեքենաները ասեն, որ ամսվա կտրվածքը 250,000 դրամով է վարձակալվում, այդ տրակտորները, որը բավականին շատ, բավականին էժան է, 3 հատ բելարուսներ 250,000 դրամով, որը քիչ գումար է կազմում, 2-3 միլիոնով այդ աշխատանքները բոլորը կատարվում են։ Ճիշտ է, այս տարի այնքան էլ ձյուն չի տեղացել, բայց մենք բոլորը պատրաստ էինք եւ աղի բանով, եւ շեբենի բանով, եւ մարտակային ուժի դեռ 10-12 տոննա աղ ունենք, տեխնիկական աղ ունենք կուտակած, ավազ ունենք։ Իդեպ Գարեգին Նժդեհի անվան փողոցի երկայնքով ձգվող ծառերից մեկը չէր դիմացել ձյան ծանրությանը։ Ծառերը հիմնականում նախատեսում է եւ միջև հիմա էլ եւ սրանք էլ նույնը նախատեսում այս փայտը տրամադրել սոցիալապես անապահով բնակչությանը եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Ասեմ, որ այս տարի 20-ից ավել այդպիսի բնակարանների մենք սպասարկել ենք 2 քառակուսի մետր փայտով։ Առիթն օգտագործելով կոմունալ ծառայության պետ Ռոբերտ Կոստանդյանից փորձեցինք ճշտել իր շուրջ պատտվող խոսակցությունների իսկությունը։ Արդյոք Կապանի քաղաքապետը պատրաստվում է ազատել իրեն աշխատանքից։ Ճիշտն ասած, նման խոսակցություններ ես էլ եմ լսել, բայց իմ կարծիքով դժվար թե լինեն կադրային փոփոխություններ, որտեղ աշխատանքները ընթանում են իրենց նորմալ ձևով։ Չեմ իմանում, չեմ կարող ասել։ Ինչևէ այսօր կարևորը ոչ այնքան ընկերության ղեկավարի ով լինելն է, որքան կատարած աշխատանքը։ Անդրադառնալով ձյունառատ եղանակին, նշենք, որ Կապանի պետական արվեստի քոլեջի սաներին ուրախացրել էր ձյունը եւ վերջիններս որոշել էին օգտվել ձմռան պարգեւած վերջին հնարավորությունից, իրականացնելով ձմռան սկզբին ծրագրած ձյունե քանդակ նախագիծը։ Մենք հարմար գտանք այսօր կազմակերպել ձնե մարդ են պատրաստում, ձնե քանդակի միջոցառում, որը ավանդական է, ամեն տարի լինում է։ Արից օգտվեցինք եւ 4 կուրս, առաջի երկրորդ 4 կուրսը ամեն մեկը իր տեղանքով, ամեն մեկը իր մտածած էսքիզ արել են կաբինետում, եկել են ստեղ, ցույց են իրականացրել։ Հիմա սպասում ենք վերջացնելուն, թե երբ են իրականացրածը ցույց տալու մեզ։ Դելֆին ենք պատրաստում, մտահղացումը բոլորիսն էր, պատրաստ չէինք այսօրվան, մի անգամից հաստատվել, ոնց որ եկան ասցին, ձյունը որ եկավ, կար տենց բան, որ պետքա պատրաստենք, բայց չէինք պատկերացնում, որ հենց այսօր։ Ու տենց պատրաստում ենք Դելֆին, ինքը ոնց որ ջուրը մտնելուց տենց ասեց։ Տնակ ենք կառուցում, շշերը պատուհան ենք ուզում սարքենք, թափոններից պատուհան ենք սարքում եւ դուռը պետք է շշերով անենք։ Սուրճ է, շատ լավ է, եւ մենք շատ ենք սիրում ամեն տարի, սա մեր ավանդույթն է եւ մենք ամեն տարի ձյուն քանդակ ենք անում։ Շատ սիրելի միջոցառում է, ամեն տարի անում ենք։
Հուսանք սա վերջին ձյունն էր, որին կհաջորդի գարնանային պայծառ եղանակը։ Դեռ 2009 թվականին մշակվեց և կառավարության հաստատմանը ներկայացվեց 2010-13 թվականների մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որում ներառված բոլոր նախագծերը այս տարի կհատեն եզրագիծը։ Միայն 2012 թվականին մարզում կատարվել է քառամյա ծրագրով նախատեսվածից ավելի՝ շուրջ 33,1 միլիարդ դրամի աշխատանք։ 12 թվականի հունվարի գնահատականներով ծրագրի նախատեսվել էր իրականացնել մարզում 27,8 միլիարդ դրամի ավելի քան ծրագրեր մարզում, տարին ամփոփելուց մարզպետի որոշմամբ ստեղծված մոնիտորինգի աշխատանքային խումբը, ոլորտային աշխատանքային խմբերի կողմից ծրագիրը ամփոփվում է և ծրագրի մոնիտորինգի հաշվետվության համաձայն մարզում իրականացվել են ավելի քան 33,1 միլիարդ դրամ, որը նախատեսվածից ավել է շուրջ 5,2 միլիարդ դրամով, սակայն այդպես չի կարելի դա ավել համարել, որովհետև կային ծրագրեր, որոնք 2012 թվականի հունվարին տեսանելի չէին և տարվա ընթացքում արդեն նոր ծրագրեր ֆինանսավորվելու և համապատասխան ֆինանսական միջոցներ գտնվելու դեպքում իրականացվում են ծրագրեր, որոնք հունվարին չէին մտել տարեկան աշխատանքային պլանի մեջ։ Ծրագրերը հիմնականում ուղղվել են մարզի տնտեսության բոլոր ճյուղերին, դրանք են փոքր միջին բիզնեսի և մասնավոր հատվածի զարգացումը, կրթության ոլորտ, մշակույթի ոլորտ, սպորտի ոլորտ, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտ, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտ, արդյունաբերության, զբոսաշրջության, տարածքային կառավարման ոլորտներին, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ու առկա հիմնախնդիրների լուծմանը։ Ծրագիրը ֆինանսավորել են մի շարք միջազգային ու դոնոր կազմակերպություններ, եղել են նաև մասնավոր ներդրումներ։ 2011 թվականին մարզի ծրագրով տարեկան պլանով իրականացվել էր շուրջ 17 միլիարդ դրամի ծրագրեր, այսինքն մոտավորապես կրկնակի։ Սա հիմնականում պայմանավորված է մասնավոր հատվածի ներդրումների աճով, ինչպես նաև համայնքային բյուջեներից կատարվող ներդրումներով, որը ողջունելի է, որ արդեն փաստորեն մասնավոր հատվածը վստահելի գործընկեր է և տնտեսության ճյուղում տարբեր ճյուղերում ներդրումներ է իրականացնում։ Ներդրումները հիմնականում կատարվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, իրականացվել են միջազգային կազմակերպություններից և ֆինանսավորման այլ աղբյուրներից, մասնավոր հատվածից, ինչպես նշեցի, և համայնքային բյուջեներից։ Մարզի տնտեսության մեջ առանձնահատուկ դեր են կատարել 2012 թվականին ներդրումների առումով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Գյուղական տարածքների տնտեսական զարգացում ծրագրերի իրականացման գրասենյակը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, World Vision International միջազգային բարեգործական կազմակերպությունը, Counterpart International կազմակերպությունը, շատ մեծ դեր է կատարել Սյունիք Զանգեզուր հիմնադրամը բարեգործական և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակbaşնետիրական ընկերությունը։ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի զարգացման և վերլուծության բաժնի պետ Թադևոս Ղազարյանը նախորդ տարվա ծրագրերից առանձնացրեց առավել խոշոր և ծավալուն աշխատանքները։ Կարելի է նաև առանձնացնել, որ 12 թվականին նշված ներդրումներով մարզում օրինակ կառուցվում է, այսինքն կառուցման ընթացքում է 3 կրթական օբյեկտներ, 30 կրթական օբյեկտներ գտնվում են հիմնանորոգման և վերանորոգման փուլում, սրանք շարունակվում, մի մասը ավարտվել է, մի մասը շարունակական ծրագրեր են, կշարունակվեն այս տարի։ Ուրեմն իրականացվել է մշակութային շուրջ 34 օբյեկտների հիմնանորոգում և մասնակի նորոգում, 4 բժշկական հաստատությունների տեխնիկական վերազինում և հիմնանորոգում և ինչպես նաև իրականացվել են Մեղրու բժշկական կենտրոնի
նոր շենքի կառուցման նախագծային աշխատանքները եւ Կապանի բժշկական կենտրոնի թերապևտիկ մասնաշենքի վերանորոգման նախագծային աշխատանքները։ Սրանք առավել խոշոր ծրագրերն են։ Գորիս քաղաքում կառուցվել է սոցիալական տուն եւ մեծ ներդրումներ են իրականացվել արդյունաբերության ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, մի շարք ծրագրեր են իրականացվել գյուղատնտեսության ոլորտում, գյուղտեխնիկա է տրամադրվել, ուրեմն որոշ համայնքների իրականացվել է անասնապահության եւ բուսաբուծության զարգացման մի քանի ծրագրեր միջազգային կազմակերպությունների կողմից եւ այլ ֆինանսավորման աղբյուրների կողմից։ Ընթացիկ տարվա տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների գումարը կազմում է 26.2 միլիարդ դրամ։ Սա միայն տեսանելի ներդրումներն են։ Նախատեսվում է իրականացնել շուրջ 26.2 միլիարդ դրամի աշխատանքներ, սրանք նախնական գնահատականներ են, այսինքն այս պահի դրությամբ տեսանելի այն ներդրումներ են, որոնք պետք է իրականացվեն 13 թվականին, սակայն համոզված եմ, որ հետագայում այս թիվը ավելի կմեծանա եւ այլ ներդրումներ նույնպես մարզում կիրականացվեն, բացի նշված տարեկան աշխատանքային պլանում նշված են։ 10-13 թվականի քառամյա ծրագիրը այս տարի ավարտվում է եւ արդեն մարզպետարանում ձեռնամուխ ենք լինում հաջորդ տարիների քառամյա ծրագրերի մշակմանը, այսինքն 14-17 թվականների մարզի զարգացման ծրագրի կազման աշխատանքներին եւ այն կառավարության համապատասխան որոշմամբ կհաստատվի եւ հաստատվելուց հետո կհանդիսանա մարզի զարգացման հետագա ուղենիշ։ Մարզպետարանի ծրագրերի եւ վերլուծության բաժինն արդեն ձեռնամուխ է եղել նոր առաջիկա 4 տարիների սոցիալ-տնտեսական զարգացման նախագծի կազմմանը։ Իդեպ քառամյա ծրագրի այս տարվա մաս է կազմում նաեւ Կապանի բժշկական կենտրոնի նորոգումը։ Նախագծանախաշվային աշխատանքներն արդեն ավարտվել են։ Շինարարական գործընթացն արժեցել է 1 միլիարդ 75 միլիոն դրամ։ Ծրագիրն իրականացնում է առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը համաշխարհային բանկի եւ կառավարության համաֆինանսավորմամբ։ Այն տևելու է 2 տարի։ Գիրքը մարդու ընկերն է։ Այս միտքը արդիական է բոլոր ժամանակներում։ Ճիշտ է կլինեն մարդիկ, ովքեր այն համոզմունքն ունեն, որ մեր օրերում համակարգիչը գերազանցել է գրքին։ Սակայն Քաջարյանի համար մեկ դպրոցում կազմակերպված դասպարապմունքը մեկ անգամ եւս փաստեց գրքի կարեւորությունն ու գիրք կարդալու անհրաժեշտությունը։ 8-րդ դասարանի աշակերտները հարց ու պատասխանի, աֆորիզմների ու խելացի մտքերի շարադրությամբ մրցեցին միմյանց հետ, միևնույն ժամանակ ներկայացնելով Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը։ Այստեղ նաև փնորվում է դավաճանությունը եւ գովաբանում Կոնսուելոյի նկատմամբ իր սերը։ Կոնսուելոն էլ նույնպես շոտ կիներ, ինքնահավան, փառասեր եւ ցանկանում էր իր կամքը թելադրել Էքզյուպերիին։ Եթե դու կարողանաս ինքդ քեզ դատել, նշանակում է իրավի իմաստուն ես։ Ամեն մեկից կարելի է խնդրել այն, ինչ նա կարող է տալ։ Հարկավոր է ոչ թե խոսքով, այլև գործով դատել։ Երբ մարդը շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան ասի։ Առավոտյան հենց արթնանաս, ծուղացնես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը։ Մարդիկ երևակայություն չունեն, նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են ուրիշներից։ Աշակերտների զարգացած խոսքն ու միտքը ոգևորել էր ոչ միայն նրանց ծնողներին, այլ նաև ուսուցիչներին։ Վերջիններիս ուրախացրեց այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչից իրենց երեխաները շարունակում են գիրք կարդալ եւ որ ամենակարևորն է, ուզում են օրինակ լինել իրենց կրտսեր եւ ավագ ընկերների համար։ Այսպիսի մտայնություն կա, որ այսօրվա սերունդը չի կարդում։ Ես այդքան էլ համամիտ չեմ, որովհետեւ այսօրվա քննարկումը այսօրվա քննարկումով փաստեցինք այլ բան։ Մեր երեխաները սիրում են կարդալ։ Պարզապես պետք է լինել նրանց կողքին։ Մենք որպես ուսուցիչ, ծնողը որպես պատասխանատու նրանց համար։ Եվ ես արժևորում եմ այսօրվա կազմակերպված միջոցառումը, որովհետև մենք գնահատեցինք մեր երեխաներին, նրանց ինքնուրույնությունը, նրանց այս միջոցառումը նախաձեռնելու կարողությունը։ Պարզապես մենք սովորաբար միջոցառումները կազմակերպվում են մեծերի օժանդակությամբ, մեծերի միջնորդությամբ։ Ես հիացած եմ
իմ աշակերտների ուղղակի նախաձեռնելու կարողությամբ ողջունում եմ նրանց։ Ուզում եմ, որ սա շարունակական լինի։